Հիմա ես խնդրել եմ ինձ ամենօրյա տեղեկանքները տալիս են տարբերակված տրանզիտ ուղևորներին եւ Հայաստան մուտք գործող ուղևորներին, ընդ որում լավ միտում էլ կա, կարող է մարդիկ ուղղակի օգտվելով առիթից եւ նաեւ Հայաստանի ճանաչելիությունը, քանի որ բարձրացել է առիթից օգտվելով, որ Հայաստանով երրորդ երկրներ են ուղևորվում կամ հակառակ ուղղությամբ, առիթից օգտվում են 1 օրով, 2 օրով դուրս են գալիս հանրապետությունում շրջում են կամ Երևան են գալիս կամ Էջմիածին են գնում կամ Փարաքար են գնում, չգիտեմ, եւ դա նույնպես շատ էական ազդեցություն է ունենում եւ նաեւ շուկայում գների վիճակը ցույց է տալիս, որ սպառման մեծ խնդիրներ գոյություն չունեն։ Իհարկե 1-2 ապրանքատեսակի վարդի եւ լոլիկի հետ կապված որոշակի գնանկում ունենք, մնացած դեպքերում ոնց որ թե էական կան ուրիշ ապրանքատեսակներ, որոնք շուկայում տեսանելի գնանկում ունենք, ոչ սեզոնային։ Միայն դրանք են, պարոն վարչապետ, ընդ որում ծաղիկի դեպքում մի լավ տենդենս ունենք, օրինակ վերջին 7-8 օրում Արդյոք սկսել են շատ ծաղիկ նվիրել։ Նաև արտահանումն էլ է ավելացել, միայն 3 օրինակ 139,000 հատ արտահանում ենք ունեցել եւ կարծում ենք, որ լավ որոշակի մեխանիզմներ կան գործարկված, որոնք հնարավորություն կտան այս հարցը լուծել եւ ռեալ, այո, միայն լոլիկի դեպքում է ակնհայտ գնանկումը։ Վարչապետ, նաև այս ծավալները արտահանված են մասը, որ կմտնի եվրոպական շուկա կամ բարձր ստանդարտ պահանջվող շուկա, էլի ենք վճարելու, այսինքն մաքսատուրքի հատուցումն ենք տալու այդ ծավալների վրա, եւ նաև ես կարծում եմ, որ ոնց որ լիզինգի ծրագիր արեցինք, սա հիմա որոշ ժամանակ անց մոնիտորինգի արդյունքներով մենք իմ կարծիքով այս գործիքները կսարքենք մշտական գործով, ոչ այս չափերով, ոչ այս ապրանքատեսակներով, բայց այն քննարկումները, որ հիմա կա հեռանկար ունեցող արտադրանքի համար, ես վստահ եմ, որ մենք կներկայացնենք մի առաջարկություն, որպեսզի հեռանկար ունեցող արտահանման, հեռանկար ունեցող ապրանքների համար պերմանենտ գործի։ Ընդ որում, այո, մենք դրա մասին պետք է մտածենք եւ ընդհանուր առմամբ, եթե հիշում եք, նախկինում մենք այդ որոշումը կայացրել ենք, որ մենք, այսպես ասած, կոնսերվացման ծախսերի տրամաբանությունից պետք է անցում կատարենք զարգացման ծախսերի տրամաբանությամբ եւ ես հիշում եմ, որ մենք մի շարք որոշումներ երբ որ կայացրել ենք, նաև որոշ դեպքերում քննադատություններ են հնչել, բայց ես տեսնում եմ, որ մեր կայացրած որոշումները իրական կյանքում աշխատում են եւ մասնավորապես զբոսաշրջային հոսքերի այսպիսի մեծ ավելացման մեջ իմիջիալոց հունիսին մենք նոր ռեկորդ ենք ունեցել, բոլոր ժամանակների համար պատմական ռեկորդ, այս որոշումների կայացման մեջ կարծում եմ էական կամ որոշակի դեր է կատարել այն, որ մենք որոշեցինք նոր ուղղություններով ավիաընկերությունների ուղևորահոսքերը սուբսիդավորել։ Այն ժամանակ շատ էին ասում, որ ինչի համար ենք դա անում, այսօրվա համար ենք անում, երբ որ մենք այդ թվում ապրանքների արտահանման հետ կապված խնդիրները նաև դրանով մենք որոշակիորեն ոչ միայն մեղմացնում ենք, այլև որոշ ուղղություններով մենք կարողացել ենք հասնել այնպիսի էֆեկտի, որ ըստ էության դա չնկատվի։ Հիմա մասնավորապես նախորդ շաբաթ Արարատի մարզ կատարած այցի ընթացքում ես արձանագրեցի, գյուղացիների հետ էլ շփվեցի, ճիշտ այս տարի բերքը էականորեն քիչ ա եղել, բայց եթե նախորդ տարի միջինում 200 դրամով գյուղացիները միջինում 200 դրամով են վաճառել ծիրանը, այս տարի վաճառել են 400-ից 600 դրամով եւ սա էլ է գործոն, որը կարծում եմ պետքա հաշվի առնել, բայց մյուս կողմից մեր փորձը ինչ է ցույց տալիս, որ ծիրանի բերքատվությունը ցիկլիկ է, այսինքն լինում են գեր բերքատվության եւ ցածր բերքատվության տարիներ, հիմա բայց նաեւ մեր խնդիրն է նա, որ մենք ժամանակ ունենք առաջիկա մի տարվա ընթացքում պատրաստվել այն իրավիճակին, որ մենք արտահանումները ծիրանի եւ մյուս
գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացնենք, որպեսզի մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք, ի կատարումն իրական Հայաստանի գաղափարախոսության են թեզի, որ անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այսինքն, եթե մենք տասնյակ շուկաներ որևէ բան արտահանում ենք, այդ շուկաներից որևէ մեկում մեզ համար չկանխատեսված իրադարձությունը չի կարող մեր շուկայի վրա ազդել։ Եվ ընդհանրապես բոլոր ապրանքատեսակների եւ ամեն ինչի պարագայում մենք պետք է գործենք այս տրամաբանությամբ եւ սա նաեւ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ պետականության ամրապնդման ճանապարհ է։ Պարոն վարչապետ, միանշանակ համաձայն ենք ձեր հետ եւ քանի որ դիվերսիֆիկացիայի մասին կարևոր նշեցիք, ես ուղղակի նաեւ այդտեղ վիճակագրություն նշեմ, մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ արտահանել ենք աշխարհի 15 երկիր, ծաղիկ 25 երկիր եւ բանջարեղեն 8 երկիր։ Ընդ որում այդ արտահանումները հնարավորություն են, ես ուզում եմ ես էլ արձանագրեմ, որ մեր տնտեսվարողները իրենք պետք է հարմարվողականություն ցուցաբերեն եւ շուկաների յուրաքանչյուրը ունի պահանջների կամ իր բանաձևը եւ ճաշակների իր բանաձևը եւ պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Հիմա կարող է մի երկիր կա սպիտակ ծաղիկը ավելի շատ է վաճառվում, քան վարդագույնը կամ հակառակը։ Այս ամեն ինչը, այսինքն ջանք պետք է դրվի, որպեսզի շուկայի ստանդարտներին, պահանջներին համապատասխանի ապրանքը ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չարտահայտվեն։ Խնդրեմ, այլ դիտարկումներ չկան։ Ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։